Ընդդիմության այլանդակ մերկությունը կամ մերկ այլանդակությունը մեկ դրվագով։ Ասում են այսօր խաղաղություն չկա։ Բայց չեն նկատում, որ սահմանին 2 տարի է զոհ չկա։ Ընդ որում չեն զոհվում այն ժողովրդի ներկայացուցիչները, որոնց որ իրենք ուզում են գալ եւ հերոսաբար փրկել։ Բայց չեն նկատում, որ այդ մարդիկ չեն զոհվում 2 տարի։ Ժողովուրդը փրկվել է արդեն առաջինը ձեզանից, հետո պատերազմից։ Եվ պատերազմից նաև փրկվել է, որովհետև ձեզանից է փրկվել։ Հիմա դուք ուզում եք գալ եւ ժողովրդին էլի կոտրել։ Դուք պատերազմ եք հայտարարել խաղաղությանը։ Եվ դուք պարտվելու եք այդ պատերազմին։ Եվ ժողովուրդը հաղթելու է։ Երբ ասում ենք, որ Սամվել Կարապետյանը այս ընտրություններին մասնակցում է միայն այն ակնկալիքով, որ ձայները հավաքի, հետո տա Ռոբերտ Քոչարյանի, շատերն ասում են, դե ոնց է այդպես բան հնարավոր։ Հարգելիներս, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Սա 2021 թվականի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական կարգախոսն է, ինչա գրված դեպի ուժեղ Հայաստան։ Սա արդեն 2026 թվականի Սամվել Կարապետյանի թիմի կուսակցության անունն է՝ ուժեղ Հայաստան։ Չի լինում նմանատիպ պատահականություն քաղաքականության մեջ ու լինել չի կարող։ Սամվել Կարապետյանը այս ընտրություններին մասնակցում միայն ու միայն ձայները հավաքելու, հետո դրանք Ռոբերտ Քոչարյանին տալու նպատակով։ Կիսվեք տեսանյութով։ Գագիկ Ծառուկյանի որդին կազինոյում թիկնապանների հետ կրակելու եւ խուլիգանություն անելու մեղադրանքով արդեն երկար ժամանակ է միջազգային հետախուզման մեջ է։ Ինչու հետախուզման, որովհետեւ ըստ մամուլում արկա տեղեկությունների փախել է եւ թաքնվել է Բելարուսում։ Երկիր, որի նախագահը վերջերս հպարտորեն եւ հրապարակավ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը իրենք Ադրբեջանի հետ միասին են պլանավորել եւ աջակցել են Ադրբեջանին։ Այսինքն թղթով մեր դաշնակիցը այսպիսի խայտարակ բաներ է արել եւ հայտարարել, որի պատճառով հայաստանցի որևէ պաշտոնյա չի այցելում այլևս Բելարուս։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը ոչ միայն Հայաստանի քաղաքացիություն ունի, նաեւ Ռուսաստանի եւ Կիպրոսի եւ չի պատրաստվում հրաժարվել այդ քաղաքացիություններից, քանի չի տեսել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, դե պարզավոր տեսնի ինչ է անում, հետագնում կարողա թե ինչ է անում։ Նրա ֆինանսական կարողության մեծ մասը Հայաստանից դուրս է, այսինքն իր բիզնես հետաքրքրությունների մեծ մասը Հայաստանից դուրս է։ Ռոբերտ Քոչարյանից եւ ընտանիքից դատախազությունը որպես ապօրինի ծագման գույք պահանջում է բռնագանձել $200 միլիոն համարժեք գույք եւ դրամական միջոցներ։ Ինչու եմ այս ամենը ասում։ Որովհետև այս մարդիկ չեն կարող ներկայացնել առաջարկ Հայաստանին, ինչպես բարձրագոչ հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։ Իրենք կարող են շատ առաջարկ ներկայացնել Բելարուսին, առաջարկ Ռուսաստանին, առաջարկ Կիպրոսին, սրան, նրան, մյուսին, բայց ոչ Հայաստանին։ Եվ եթե խորանանք այդպես էլ անում են։ Այդ շրջանակներում է, որ ռուսաստանցի օլիգարխն առաջարկում է Հայաստանում անգլերենն ու ռուսերենը դարձնել պետական լեզու, կամ Քոչարյանն առաջարկում է քննարկելի դարձնել նյութենական պետությանը Հայաստանի միանալը, դե Ծառուկյանն էլ ամեն ինչին պատրաստ է առաջարկել, միայն թե իր որդին ապահով թաքստություն լինի Բելարուսում։ Ոչ, իրենք չեն կարող Հայաստանին որևէ բան առաջարկել, բայց Հայաստանը կարող է իրենց բան առաջարկել։ Եվ ո՞րն է Հայաստանի առաջարկը Քոչարյանին եւ երկու օլիգարխներին։ Թող իրենց բոլոր հետախուզվող թիմակիցները եւ բարեկամները գան եւ ներկայանան մեր իրավապահ մարմիններին։ Թող իրենք անհապաղ առանց երկարացնելու պետական բյուջեն մուծեն ապօրինի ծագման ամբողջ գույքը, որ իրենից պահանջում է դատախազությունը, եւ թող վերջապես հանգիստ թողեն մեր պետական լեզուն եւ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Հուսով եմ կընդունեն այս առաջարկը, չընդունեն էլ մի այլ կերպ ուրիշ ձև այնպես կանենք, որ կընդունեն։ Լավ է։ Տեսակ Ժողովուրդ ջան, դատախազությունը ինչ հրապարակում է արել։ 2018 թվականից մինչև 2025 թվականը $773 միլիոն գույք եւ գումար է փոխանցվել պետությանը։ Այդքան գումարով պատկերացնում եք, ինչքան աշխատանքներ կարելի էր կատարել։ Օրինակ, այդքան գումարով կարելի էր 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցել։ Այն ծրագիրը, որ այսօր կառավարության կողմից կատարվում է, կարելի էր մի հատ նույնպես ծրագիր իրականացնել։ Կամ օրինակի համար կարելի էր 257,000 դրոն առնել այդ գումարներով բանակի համար, կամ 40,000 անօթաչու թռչող սարք օրինակի համար, կամ շատ բան կարելի էր անել, էլի։ Այսօր որ գոռում են շատերը կոռուպցիա, ուրա ձենները չի հելնում հետևյալի վերաբերյալ, մի հատ մեկնաբան են, էլի, ինչ կարծիք ունեն։ Հələ մի բան պատկերացրեք, $773 միլիոն դա 2018 թվականից մինչև 2025 թվականը որ պետությանը վերադարձվել է, դրա մասին է մենակ խոսքը։ Իսկ ինչքան տենց կարա լինի, դեռ որ հետ է վերադարձվելու պետությանը։ Ու տենց ինչքան աշխատանքներ կար, որ երկրի համար կարար իրականություն դառնար, կամ կարևոր տեղեր կար, որ կարելի էր այդ գումարները ծախսել։ Մեկնաբանությունները թողում եմ ձեզ, լավ մնացեք Ժողովուրդ ջան։ Հարգելի քաղաքացիներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել եւս մեկ հաջողված պատմությամբ, որը վկայում է պետական աջակցության ծրագրերի արդյունավետության մասին եւ ցույց է տալիս, թե ինչպես է պետությունը շարունակաբար աջակցում մեր տնտեսվարողներին։
Ինչպես արդեն նշել էի, պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն իսկ հիմնվել է ավելի քան 85 հեկտար գերժամանակակից ջերմատնային տնտեսություն։ Այս ծրագրերը կարևոր դեր ունեն գյուղատնտեսության զարգացման, արտադրողականության բարձրացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Հարստացեք եւ հարստացրեք մեր պետությունը։ Մենք ձեր կողքին ենք։ Կովիլաժ ընկերությունը հիմնվել է 2023 թվականին էկոնոմիկայի նախարարության պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում բանկի ֆինանսավորմամբ իրականացվել է մեր ընկերության նախագիծը։ 2024 թվականին արդեն շինարարական փուլն է եղել, 2025-ից արդեն մենք անցել ենք շահագործման, արժեցնում ենք բուլղարական պղպեղ, ընդհանուր մակերեսը առաջի փուլի կազմում է 5 հեկտար, ներկապային, որը որ շահագործվում է։ Վերջի տեխնոլոգիաներով, վերջի սերնդի ջերմատուն է համարվում։ Որոշեցինք դիմել ծրագրին, քանի որ հիմնական տոկոսային կետով սուբսիդիան փակում էր վարկի տոկոսը, դրա համար ոնց որ ավելի շահագրգռվեցինք եւ դիմեցինք 10%-ային կետին։